Բարի երեկո, Մեդիահաբի եթերում է Արենանը, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցել եմ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ, բարի երեկո։ Բարի ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու Ես եմ համար։ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, պատրաստ եք առաջին նիստին։ Այնտեղ առանձնապես պատրաստվելու բան առանձնապես չկա։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը սահմանում է այդ նիստի օրակարգը, այսինքն օրակարգը ստեղծված է արդեն իրավունքի ուժով եւ մենք պետք է այդ օրակարգի հարցերի քննարկմանը անդրադառնանք բովանդակային իմաստով, այո, պատրաստ։ Իսկ ընդհանուր պատկերացնում եք իրավիճակը ինչա տեղի ունենա։ Հա, դե խո մենք անփորձ մարդիկ չենք, մեզ համար, ինձ համար մասնավոր, ես ճիշտ առաջին անգամ եմ պատգամավորի կարգավիճակում, բայց ինձ համար եւ խորհրդարանական գործունեությունը եւ քաղաքական գործունեությունը դա նորություն չի, ես միշտ շատ մեծ ուշադրությամբ եմ հետեւել այդ զարգացումներին եւ կարծում եմ այդ իմաստով որևէ խնդիր չի։ Պարոն Ղազարյան, վեհափառը բոլոր գումարումներին, հա, ազգային ժողովի ներկայ ա եղել եւ իր օրհնությունը տվել է, հա։ Այս տարի աննախադեպ, հա, Նիկոլի ասած աննախադեպ է, որովհետեւ վեհափառը չի լինելու։ Այսպես ամեն դեպքում մամուլը այդպես գրեց, հա, հրապարակ օրաթերթը անդրադարձավ։ Եթե լավ, ասենք, եթե վեհափառը չի լինում, չի օրհնում, դա էլ ինչ ազգային ժողով։ Չէ, նախ չի կարող այդպես բան լինի, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսի եւ հանրապետության նախագահի ներկայությունը եւ ելույթի իրավունքը սահմանված է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ինձ էլ են հայտնի այն մամուլի հրապարակումները, որոնք հավանաբար նաև դուք եք կարդացել, նույն աղբյուրներից եք հավանաբար օգտվել։ Նաև ես կարդացել եմ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ինչ-որ մի անմիտ մեկնաբանություն, որ դա ոչ թե պարտականություն է, որ պետք է վեհափառին հրավիրել, այլ իրավունք է, առանց հասկանալու, որ այդ իրավունքը պատկանում է վեհափառին, այլ ոչ թե իրեն, աշխատակազմի ղեկավարին, այսինքն բոլոր դեպքերում պետք է վեհափառը հրավիրվի, ամեն ինչ արվի նրա պատշաճ մասնակցություն ապահովելու համար, վեհափառ Հայրապետը ինքը իրավունք ունի ինքը հրաժարվի։ Այո։ Նիստին մասնակցելուց։ Դա նրա իրավունքն է, այսինքն ազգային ժողովի կանոնակարգը, որ ասում է իրավունք ունի հանդես գալ ելույթով, նշանակում է ինքը պետք է որոշի, այդ իրավունքից օգտվի թե չէ։ Բայց վեհափառը պետք է հրավիրվի։ Հիմա ասենք ամենայն հայոց կաթողիկոսը ինչ իմանա, որ օգոստոսի 2-ին ժամը 10-ին ազգային ժողովի նիստ կա։ Պետք է իրեն հրավեր ուղարկվի, ներկայացնելով նիստի օրը, ժամը, իր մասնակցությունը, որովհետև վեհափառը նախորդ նիստերին ամբողջ նիստին չի մասնակցել։ Իր ելույթից հետո, որ որոշակի այդ մասնակցությունից հետո նա հեռանում է նիստ, այսինքն այդ ամեն ինչը նախապես պետք է տեղեկացվի նաև դիվանատանը, վեհափառի գրասենյակի, որ նա հավուր պատշաճի մասնակից եւ ազգային ժողովի աշխատակազմը եւ նիստը նախագահող պատգամավորը, իսկ արդեն հայտնի է, որ նիստը նախագահելու է տարիքով ամենաավագ պատգամավորը, առաջին անգամ հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, մնացած 3 անգամները ՔՊ-ի համամասնական ցուցակով ընտրված Կնյազ Հասանովը եւ նա պարտավոր է հիմա որպես նախապատրաստական աշխատանքներում կապ հաստատել դիվանատան հետ, կապ հաստատել վեհափառի հետ եւ քննարկել նրա մասնակցության հարցը, այնպես որ դա իրանց պարտականությունն է, իրենք պարտավոր են դա ապահովել, որովհետև մենք որպես պատգամավորներ իրավունք ունենք լսելու մեր սիրելի վեհափառ Հայրապետի խոսքը եւ արժանալ նրա օրհնությանը եւ ոչ ոք, ոչ մի հանրային ծառայող, առավել եւս մեզնից ցածր դիրք ունեցող չի կարող խոչընդոտել մեր այդ իրավունքի իրացմանը։ Դե քանի որ մենք այս իշխանության օրոք ինչ ասես տեսել ենք, հնարավոր է որ վեհափառին չկանչեն, օրինակ ինչ որ մի տիրադավ սրբազաններից մեկին կանչեն։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկի համարձակ։ Եթե այդպես բան լինի, չի կարող նման բան լինի, նման բան անողը փորձանք կբեր իր գլխին։ Ես չեմ համենայն դեպս այդ տիրադավ ասում ենք, բայց նրանք հիմարներ չեն, այսինքն նրանք ուսյալ, գրագետ, փորձառու, եպիսկոպոսներ են կամ հոգևորականներ են, իրենք հիմար չեն, իրենք երևի հավանաբար հասկանում են, որ չեն կարող անել մի բան, որ արգելված է եւ եկեղեցու օրենքներով եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով, այսինքն ապօրինի կարգավիճակով որևէ մեկը այնտեղ որ հայտնվի, պիտի հասկանա, որ փորձանք է բերելու իր գլխին։ Եվ ես հուսով եմ, որ այդպես մարդ չի լինի, այսինքն այնտեղ կարող է գա, նույնիսկ դա չի նախատեսում, որ ասենք վեհափառի օրհնությամբ անգամ թեկուզ ուրիշը մասնակցի, որովհետև ազգային ժողովի կանոնակարգը նախատեսվում է միայն ամենայն հայոց կաթողիկոսի, այսինքն հնարավոր չի էլի վեհափառը թեկուզ ինքը պատվիրակի օրհնի մի եպիսկոպոսի կամ ծխական քահանայի գա
իր փոխարեն հանդես գա, որովհետև դա միայն վեհապարի տրված բացառիկ իրավունք է ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, այսինքն ես սպասում եմ եւ ակնկալում եմ, որ օգոստոսի 2-ին մենք կլսենք միայն ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը եւ կտեսնենք հոգեվորականներից միայն նրա ներկայությունը։ Մնացած ով որ այնտեղ հայտնվի, նորից եմ կրկնում, փորձանքաբերելու իր գլխին։ Պարոն Ղազարյան, այս քանի որ շատ ծեծվեց այս մանդատների թեման, այնուամենայնիվ ես էլ տամ այդ հարցը, որովհետև ինձ էլ են անդրադառնում մարդիկ գրում են, որ պարոն Ղազարյանը, որ գացեց հյուր, այդ հարցերը անպայման տվեք։ Խնդրեմ։ Ասում են, որ դուք 21-ին դեմ եք մանդատները վերցնելու, ինչպես ստացվեց, որ հիմա դուք ունեք մանդատ եւ դուք հիմա գնում եք ազգային ժողով։ Տարբերությունը ո՞րն է։ Նայեք, տարբերությունը ըստ էության այն փորձագիտական կարծիքներն է, որ այս ընթացքում դարձել է շատ լուրջ քննարկման առարկա։ Մանդատներ վերցնելու մասին որոշումը մեր դաշինքը կայացրել է ընտրություններից 1 ամիս հետո։ Այսինքն մինչ այդ մենք որևէ հայտարարություն չենք արել, չենք բացառել, որ կարող է նաև հրաժարվենք մանդատներ վերցնելու գաղափարից։ Հնարավոր է, որ վերցնենք, այսինքն այդ ընթացքում եղել են բազմաթիվ քննարկումներ, թե մասնագետների հետ, իրավագետների, քաղաքագետների հետ, թե հանրային քննարկում են կազմակերպել նաև հասարակության մեր կողմնակիցների, աջակիցների կարծիքը լսելու իմաստով։ Մի վարկած կա, որը հիմա էլ ինձ համար դեռևս տեղ ունի հնչելու, իրավունք ունի հնչելու, եւ ես 21 թվին որ ասում եմ, դրա վրա է հիմնվում, բայց ինձ իրավաբանները կարողացել են հակառակը համոզել մասնագիտորեն։ Խնդիրը այն է, որ եթե թեկուզ մեր խմբակցությունը 29 հոգին մանդատները չի վերցնում, պարլամենտում падգամավորների թիվը 101-ից պակաս է լինելու, չէ, որովհետև հիմա կա 105 падգամավոր։ Հիմա եթե լրացնելու խնդիր առաջանում։ Հիմա լրացնելու խնդիր գործնականում չի կարող առաջանալ, որովհետև ընտրական օրենսգիրքը այս պահի կարգավորումներով սահմանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն մանդատներ կարող հատկացնի միայն շեմը հաղթարած քաղաքական ուժերին, ուրիշ ոչ մեկին չի կարող հատկացնի։ Ու ես այն կարծիքին եմ եղել, հիմա էլ ունեմ այդ կարծիքը որպես մասնագիտական կարծիք մտահոգություն, որ եթե մեր խմբակցությունը 29 հոգին հրաժարվում են մանդատներից, նշանակում է падգամավորների քանակը 101-ից պակաս է լինում։ Իսկ սահմանադրությամբ գրված է, որ ազգային ժողովը կազմված է առնվազն 101 падգամավորից, եւ սահմանադրության մեջ չի ասում, որ դա պետք է լինի մանդատներ բաշխելու պահին, այլ ենթադրում է, որ բոլոր ժամանակներում պիտի լինի 101 падգամավոր։ Եվ եթե 101-ից պակաս է, ուրեմն դա ազգային ժողով չի։ Եթե ազգային ժողով չի, ուրեմն պետք է նոր ընտրություն լինի։ Հիմա եթե այդ գաղափարը, որը ես նորից եմ ասում, որպես մտահոգություն մինչև հիմա ունեմ որպես կարծիք եւ դրա վրա է հիմնված եղել 21 թվի կարծիքը։ Եթե դա տեղի ունենար, այսինքն այս որոշումը մեր կհանգեցներ իրավաբանորեն արտահերթ ընտրության, ուրեմն այստեղ քննարկելու հարց չկար, պետք էր միանշանակ հրաժարվել մանդատները։ Այսինքն եթե ուժեղ Հայաստանը չէր վերցնում մանդատները, ինչ էր լինում։ Հիմա ինչ են ասում այս իրավաբանները, ընդ որում փաստորեն դա է հիմնավոր կարծիքը։ Ոչ մի բան էլ չի լինում։ Այսինքն, եթե ենթադրենք Հայաստան դաշինքն հրաժարվեր, ասենք որպես մեկ ընդդիմության ընդհանուր մոտեցում, խորհրդարանը կմնար ընդամենը 64 падգամավորից կազմված, 64-ն էլ ՔՊ-ից, որտես 5 տարի կգործեր։ Ու դրա նախադեպն էլ կա, այդ օրինակն էլ են բերում Վրաստանում։ Օրինակ Վրաստանում հենց տենց էլ արել են ընտրություններից հետո շեմը հաղթարած բոլոր ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մանդատներից ու դուրս էին եկել փողոցային պայքարի։ Մինչև 400,000 մարդ էր դուրս եկել Թբիլիսի փողոցներից։ Իրանց գործող նախագահն էր առաջնորդում այդ փողոցային շարժը։ Բայց ստեյցիա նրանք արդյունքի, այսինքն փողոցային պայքարը արդյունքի չբերեց, արտահերթ ընտրություն չեղավ։ Խորհրդանն էլ մնաց մենակ իրանց Բիձինա Իվանիշվիլի առաջնորդած իշխող Վրաստան այդ վրաստական երազանք կուսակցության խմբակցությունից։ Ու հիմա ստացվում է, որ եթե մենք հրաժարվենք մեր մանդատներից, ՔՊ-ին մենակ ենք թողնում այդ պարլամենտում, ինչ ուզում անում են, ու շատ վտանգավոր նաև զարգացումներ կար, որ իրանք կարող են ասել պարլամենտը քանի որ 64 հոգի է, այդ սահմանադրական մեծամասնության հարցը չդնեին։ Իսկ նույնիսկ սահմանադրություն նախաձեռնեն իրականացնել այդ 64 հոգով, ասեն 64-ը 100% է ստեյության էլի պարլամենտի այդ պահին։ Կարող նաև այդպիսի մեկնաբանություններ, ինչը որ շատ վտանգավոր է գլխավոր խնդիր է սահմանադրական փոփոխությունների տեսանկյունից։ Դրա համար այս մասնագիտական կարծիքները հաշվի առնելով մենք որոշեցինք, որ շարունակենք մեր պայքարը այդ կարգավիճակում, որովհետև մանդատ չվերցնելը մեկը էլի կարած չվերցնես մնաց փողոցում էլի։ Հիմա այնպես չի որ բոլորս գնում ենք պարլամենտ գնում են ընդամենը 29 հոգին, բայց ուժեղ Հայաստանը հազարավոր կուսակցականներից եւ աջակիցներից կազմված քաղաքական ուժ է։ Հիմա նայեք փողոցում էլ կան մարդիկ։ Մարդկանց մտահոգությունը ինչու՞նն է, հա, քանի որ 21-ին արտահերթ
եղավ ու տեսանք, որ այս 5 տարվա ընթացքում ընդդիմություն ազգային ժողովում որևէ բան չարեց, ծեր աչքի առաջ, մեր աչքի առաջ, հիմա ասում են նույն վիճակն է լինելու, 5 տարի եւս ընդդիմությունը գնալու է, նստելու է, ծեծ է ուտելու, ճաքելու է, քֆրտելու են իրար։ Օրինակ ասում են առաջին հենց ձեզ են ծեծելու։ Մարդը նստած ասում է ծեծել, խումար ծեծելը հեշտ բան չի, ասենք բռնություն գործադրել դա հանցագործություն է, որ հիմա պատրաստ է հանցագործություն անի, թող պատրաստելի նաև դրա պատասխանը ստանա, իր պատիժը կրի, դրա ինչ է մարծեցել ինչ։ Պարլամենտը խոսելու տեղ է, վիճաբանության տեղ է, քննարկման տեղ է։ Այո, կա այդ մտահոգությունը ես էլ եմ կիսում, որ հնարավոր է նաև այո, որևէ արդյունքի մենք Եթե լճանակ, պարոն Ղազարյան, այնտեղ հասկանաք, որ չեք կարող ոչինչ անել, ինչ պիտի անեք։ Մանդատները վայր կդնեք։ Դե ցանկալ այդ որոշումը հենց այդ է ուզում ասեմ, ձեր հարցը զարգացնելը, որ մանդատից հրաժարվելու որոշումը ցանկացած պահի կարելի է կայացնել, այսինքն պարտադիր չի այն անել ընտրական գործընթացի անմիջապես ավարտից հետո։ Չդառնա մանդատը ուղղակի ինքնանպատ։ Կարա մի տարի հետո լինի, կարա 2 տարի հետո լինի, այսինքն հիմա պետք է փորձել հնարավորինս արդյունավետ այդ գործիքակազմը օգտագործել։ Այո, կա այդ մտահոգությունը, որ կարա այդ աշխատանքը մեր առանձնապես արդյունք չտա, ինչպես չի տվել նախորդը։ Եվ այդ մտահոգությունը ինչով է հիմնավոր, որ մենք միևնույն է մեծամասնություն չենք, մեծամասնությունը իրենք են այդ ընտրախախտումների, մանդատագողության, այդ ամեն ինչի զանգվածային ընտրակաշառքի, որ բաժանեցին այդ ամեն ինչի հետևանքով իրենք հիմա մեծամասնություն են, նույնիսկ 3/5 ունեն ԲՀԿ-ից այդ 60,000 ձայնը գողանալուց հետո։ Այդ պայմաններում այո, մեր իրավական կարգավիճակը մեզ թույլ չի տալի մեծ հավակնություններ ունենալ, այսինքն պետք է մարդիկ մենք ազնիվ ենք մեր ժողովրդի հետ, այսինքն մենք չենք կարող ասենք մենք գնալու ենք էս անենք, ո՞ս պիտի անես։ Եթե մեծամասնություն չունես, իրենք բոլոր որոշումները կայացնելու են, ինչ պիտի անես, չէ՞։ Բայց կա բաներ, որ կարաս անես, այսինքն այն ինչ որ հնարավոր է անել, պետք է այդ գործիքակազմը լիարժեք կերպով օգտագործել։ Եվ ինչ է հայտարարել Սամվել Կարապետյանը եւ Նարեկը Կարապետյան, որ մենք չենք բացառում նաև հասարակական տրամադրությունների գեներացումը փողոցային պայքարի գործողություններով եւ այդ ժամանակ արդեն կհամադրվի եւ փողոցային շարժումը եւ պարլամենտական գործունեությունը եւ միայն այդ դեպքում է հնարավոր ակնկալել իրական արդյունքներ։ Երևի դուք եք նկատել, ես նկատել եմ դա, որ ընտրություններից հետո կա որոշակի հիասթափություն մեր հասարակության մեջ եւ այդ մանդատներից հրաժարվելու պահանջը գաղափարը ովքեր որ ունեն, նաև ես կարծում եմ այդ հիասթափության հետևանքները քան ավելի շատ հիմնավորումների, էլի թե ինչից դրանից հրաժարվել, որովհետեւ մարդիկ ոնց որ վերջին հույս ունեն, որ ընտրությունով գոնե հնարավոր կլինի։ Դա ասում ենք մենք մանդատ ենք տվել, որպեսզի իշխանափոխություն դուք եք խոստացել եք։ Հիմա եթե ասենք թե մենք մեր մանդատից հրաժարվելը հեշտ է, բայց ասենք մեզ մանդատ են տվել, որ ոչ թե մենք հրաժարական տանք, այլ մենք հասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, չէ՞։ Մեր հրաժարականը հեշտ է։ Հիմա մենք կարանք հրաժարական տանք, իրաց թողնենք մենակ։ Իսկ իրանը դե մենակ թողնել նշանակում է 5 տարի երաշխավորել, որ ինքը չի հեռանալու իշխանությունից, այսինքն չի հիմնավոր, նորից եմ ասում, հիասթափություն, էմոցիոնալ որոշակի բանի դրսևորում է այդ պահանջը, բայց քաղաքականապես եւ իրավաբանորեն դեռևս լավ հիմնավորված չի։ Բայց սա նորից եմ ասում, հիասթափության հետևանք է։ Հիմա մենք խնդիր ունենք, ես տենց եմ պատկերացնում, որ մեր խորհրդարանական գործունեությունը պետքա փորձի վերականգնել մարդկանց տրամադրությունները, որովհետև ի վերջո մենք ունենք փաշ, չէ, անգամ այդ ընտրախախտումների, անգամ այդ զանգվածային վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի եւ այլ տիպի ընտրախախտումների հետևանքով իրանք նույնիսկ 50% չեն հավաքել, չէ, 45%, այսինքն հասարակության մեծամասնությունը, չասեմ, որ ընտրողների ընտրական իրավունքի 29% ունեցողներն են կողմ քվեարկել։ Իրանք հանգիստ են, պարոն Ղազարյան, իրանք ասում են եւ նաեւ այս կուլիսային իրենց քննարկումների մեջ կան, ասում են ուժեղներից մենք 5-6-7 հոգի կարողանանք վերել։ Իրանք տենց ասում են, բայց չեն մտածում, որ օրինակ 21-ին ոնց մենք գիտեինք, օրինակ ես օրինակ գիտեի Գեգամ Նազարյանը, որ գնալու է իրանց դաշտ։ Գեգամ Նազարյանին գիտենք, Իշխան Զաքարյանին գիտենք, բայց Հովիկ Աղազյանին ու Հակոբ Ասլանյանին գիտենք, որ իրենց խմբակցությունից է դուրս եկել, չէ։ Հիմա նախորդ գումարման ազգային ժողովում 6-ը падգամավոր դուրս եկավ Իմ Քայլը դաշինքից պատերազմից հետո։ 18 թվի խորհրդարանում ով կմտածեր, որ կարող է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կամ Դաշնակցությունը, եթե Նիկոլ Առաջադրեն ընտրեն վարչապետ, հանրապետականից 11 հոգի կուսակցության որոշումով կողմ քվեարկի այդ որոշմանը։ Էդ էլա չէ եղել։ Դրանից առաջ հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում էր հանրապետություն անվանումով խմբակցություն կար։ Մի գիշերում այնքան մարդ դից դուրս եկավ, երկրապահում ստեղծեցին, այդ երկրապահում ավելի շատ մարդ կար, քան այն խմբակցությունում։
Այդ իշխող, այդ իմ բերած օրինակները բոլորը իշխող քաղաքական ուժից մարդկանց դուրս գալու մասին են, ունես որ իրանք ոչ թե պիտի մտածեն, որ մեր ուժից մարդիկ պետքա դուրս գնան իրաց միանան, այլ ես մտածում եմ, որ հիմա իրենց այդ 64 հոգու մեջ կարա գտնվի առնվազն 20 հոգի մարդ, որ մի օր նստի մտածի, ասի, մենք ամենավերջը ապօրինի ենք, իրանք հիմար չեն, իրանք հասկանում են, չէ՞ որ ապօրինի է իրանք կարգավիճակը։ Իսկ այդ ապօրինության իրանք երբ կարան վերջ տան, այսինքն դառնան օրինական պատգամավորներ։ Երբ որ նավը խորտակվի։ Երբ որ իրենք ցուցաբերեն նորմալ քաղաքացիական դրսևորում։ Հիմա ասենք թե առաջի օրը պատգամավորների երթման տեքստ կա, չէ՞, ասում է երթվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության սահմանադրություն օրենք։ Փոխեցին, պարոն Ղազարյան, տեքստը փոխել են, հա, այնտեղ որոշ խմբագրական փոփոխություններ են արել, ոչ շատ էական։ Բայց ամեն դեպքում որ պիտի երթվում են, որպեսզի ծառայեն Հայաստանի Հանրապետությանը հարգելով սահմանադրություն օրենքները կա։ Երկու խմբագրության մեջ էլ կա։ Ընդ գրած չի երթվում եմ ծառայել Նիկոլ Փաշինյանին։ Ընդ գրածա որ երթվում եմ ծառայել Հայաստանի սահմանադրությանը եւ օրենքներին։ Հիմա մենք կարանք, չէ, իրանց երթման տեքստը, որով իրանք դառնում են падգամավոր, իրանց հետ նստենք, խոսենք, բացատրենք, ասենք հենց տարի տեսնենք Հայաստանի Հանրապետության շահը ինչ է պահանջում, դու ինչ ես անում։ Ի վերջո այդ քննարկումները, եթե հիմա մենք իրանց այնտեղ շենքի մեջ բացատրեցինք, մարդիկ լսելու են, չէ, ազգային ժողովի ամբողջ աշխատանքը ուղի եթերում ալելու։ Ազգային ժողովի նիստ կլինի, հանրաժողովի նիստ կլինի, քննարկում կլինի, լսումներ կլինի։ Հիմա մենք մակարդակին ծանոթ ենք, է, պարոն Ղազարյան։ Ոչինչ, մեթոդական աշխատանքը։ Օրենքի լեզվով եք խոսելու, նրանք սկսել են ճվճվալ։ Դե հիմա մանկավարժությունը դες մասնագիտություն է։ Սահմանադրական հիմա ասենք թե ուսուցիչը գնում է դա աշակերտների մոտ, չէ, կան խելոք երեխեք, կան անկարգ երեխեք, կան չարություն անող դասիչեկու ամեն ձևի կա, չէ։ Գարիկն էլ է դառը падգամավոր։ Հա։ Հիմա մանկավարժի խնդիրը ի՞նչ է, որ մեթոդական աշխատանք տանի կրթիկ։ Հա, դե հիմա կա դասարան կա, շատ անկարգ են, դժվար է, դասը գինեն փոխում, բան են անում, բայց ի վերջո արդյունքի հասնում են։ Հիմա մեզ հասնում է դասթեկին փոխելն է։ Հիմա մեր խնդիրը մանկավարժական որակով աշխատանք տանելն է մեր սաների հետ։ Իհարկե շատ ծանր աշխատանքած է սպասվում, որովհետև այն ընտրողները, ովքեր որ ընտրել են ձեզ, իրենք ամենօրյա ռեժիմով պահանջելու են ձեզնից եւ այո, նորմալ է եւ օրինաչափավոր պիտի պահանջեն։ Եվ պարոն Ղազարյան, նայեք, ազգային ժողովը ինչպես կձևավորվի, բայց արդյոք ձեր, օրինակ ձեր թիմից այսօր կարդացի ինչ-որ մի աղջիկ, որին չեմ ճանաչում, Լենա ազգանունը չեմ կարող հիշել, ասեց, որ մենք գնում ենք ազգային ժողով կարծատիպեր կոտրելու։ Հիմա ասենց անդադ ուզում եմ մտածել, այդ ո՞րն է կոտրելու, Նիկոլն էլ դրանից տենալու է վախենա, ինչ անելու։ Մենք տեսել ենք, չէ, Հայաստան դաշինքը իր թիմով քաղաքական ճանապարհ անցած, օրինակ Աղվան Վարդանյանն էլ ոչիլ անվանեց այն մարդկանց, ովքեր որ ասում են մանդատ ունեն։ Հասկանում եք, այս իրավիճակում Մախր մենք գործում ենք ԿՊ-ի հետ, այս ես հասկանում եմ, որ այդ աղջնակը գուցե չի հասկանում, թե ինքը մանդատն առել է, շատ հասուն, շատ գրագետ, երիտասարդ։ Չենք ճանաչում, չենք տեսել։ Դե առիթ դա, այո, շատ է։ Կանչեմ ինչ աղավար կծանոթանանք։ Հուսով եմ, որ կգա, կզրուցեք եւ լավ տպավորությամբ կհեռանանք։ Ես ասել եմ, չէ, ախր վաղ ասել եմ, բա այդ ուր է այդ կարծրատիպը, ինչի չկոտրեցիք։ Նայեք խոսքը ինչի մասին։ Դուք դրանից առաջ ասում եք հաղթելու ենք, չհաղթեցիք։ Հիմա գնում եք ազգային ժողով, ընդդիմափոխություն տեղի ունեցավ, իշխանափոխության փոխարեն։ Նայեք, ես ինչպես կմեկնաբանեմ իմ գործընկերու ասածը, որ ուժեղ Հայաստանի քաղաքական թիմը որոշակի իմաստով, այո, այնտեղ շատ կան գործիչներ, ովքեր որ հանրային ճանաչում դեռևս շատ մեծ ճանաչում չունեն եւ դա պայմանավորված է իրենց երիտասարդ լինելու հանգամանքով եւ նաեւ քաղաքական գործունեության մինչ այդ ավելի ոչ մեծ ակտիվություն ցուցաբերած լինելու հանգամանքով։ Բայց դրա փոխարեն դա շատ երիտասարդ, պրոգրեսիվ, արագ փոփոխվող, իրավիճակին արագ արձագանքող, գրագետ մարդկանց թիմ է լայն առումով, այսինքն հիմնականում նրանք շատ բանիմաց, ուսյալ, կազմակերպված, շատ նվիրված իրենց գաղափարներին, գործին, պայքարի արդեն բովով անցած երիտասարդներ են եւ թերևս կարծատրի փոխելը հենց այդ իմաստը մեկնաբանություն ունի, որ կփոխվի նաեւ խորհրդանի, падգամավորի, ընդդիմադիր գործի նկատմամբ մինչ այդ ունեցած հասարակական պատկերացումները։ Դա պետք չի ծայրահեղական անցալել են իմաստով, որ հեսա մեր հասարակական կյանքը մեր ազգային ժողով գնալով փոխվելու է, այտենց չի լինելու, որովհետեւ
Իսկ թե ԿՊ-ն ընդեղ ինչ է, ովքեր են, ինչ են, դրանց քիչ ուշադրություն դարձրեք, էլի, այսինքն մեզ այդ խմբավորումից հետաքրքիր են միայն այն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց կարգավիճակին որակական փոփոխություն հաղորդել եւ ապօրինի այնտեղ գտնվողների փոխարեն դառնալ օրինական падգամավորներ։ Այդ ամբողջ խմբավորումից մեզ միայն նրանք են հետաքրքիր։ Մնացած անդե ասենք թե Տրթատը ինչ է անում, կամ չգիտեմ Ռուբինյան կա անդե Վահագ Ալեքսյան, հիմա ասեք խո մենք չենք տալու խելքներս տանք Վահագ Ալեքսյանին, չէ՞, ասեք իմ համար ինչ տարբերություն, նա անդեղ չի, շան հետ է եկե կաուտ մեկ կաուտապահում, մեկ շունապահում, մեկ ինչ անում։ Իմ ինչ խնդիրն է դրանք ընդ կան, չկան, ինչով են զբաղվում։ Ի վերջո սահմանադրությամբ ասում է, որ յուրաքանչյուր падգամավոր առանձին վերցրած ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չի հրամայական մանդատով, իր սեփական խղճով համոզմունքներով գործում, այսինքն մենք գնում ենք ընդեղից մեր ժողովրդի հետ աշխատելու եւ մեր ժողովրդին ծառայելու։ Այդ է մեր խնդիրը եւ կարծրատիպ փոխելը ես պատկերացնում եմ, որ նորարարական որոշակի մոտեցումներ, նոր ոճ կներդրվի քաղաքական օրինակ տեսեք Նարեկը Կարապետյան, չէ, կարճ ժամանակահատվածում կարողացավ ժողովրդի մոտ մեծ սեր հարգանք վայել։ Նարեկը խո քաղաքական գործիչ չէր, չէ։ Ու երիտասարդ, կազմակերպված, շատ խելացի երիտասարդ, որ բիզնեսով է զբաղվում մինչև հիմա։ Բայց տեսեք օրինակը մեկի այդ մի նախադասությունը, կարճ ժամանակահատված բանավեճի ժամանակ լիքը բան փոխեց։ Մենակ այդ բանավեճը չէ, ամբողջ քարոզարշավի ընթացքում մարդկանց աչքի առջև, ինչքան արագն է ուղղակի բիզնեսի ոլորտում երիտասարդ գործիչից վերածվեց նաև շատ պատրաստված համարձակ խոսքով, տրամաբանված խոսքով, ճիշտ դատողություններով քաղաքական գործի։ Այ կարծրատիպ փոխելը նաև ես այդ իմաստով եմ հասկանում։ Տեսեք հիմա մենք մի հատ նորարարական մոտեցում ենք բերել քաղաքական դաշտ, չէ՞, հետընտրական մեր հանդիպումները։ Ասենք որ կարճ ժամանակ, իսկ մանդատները հələ ազգային ժողովի նիստը դեռ չի սկսել, մենք գրեթե ամբողջ խմբակցության падգամավորներով մարզեր ենք այցելում։ Այցելում ենք մարզեր, այն խնդիրները, որոնք նախընտրական շրջանում բարձրացվել են, հատկապես այն համայնքներում, որտեղ ժողովուրդը մեզ վստահել աջակցություն է ցուցաբերել, ինչ խնդիրներ, որ մենք որպես նախընտրական ծրագրի խնդիրներ դրել ենք, լոկալ մասշտաբով այդ խնդիրները լուծում ենք։ Օրինակ սա կարծրատիպ փոխելա թե չէ։ Այդ լավ է, պարոն Ղազարյան։ Իհարկե լավ է, իշխանության գործն եք անում։ Բայց թե պետությունը իշխանություն չունի, իշխանությունը մենք ենք։ Հիմա դուք ասում եք, որ իշխանությունը հիմա ուժեղ Հայաստանն է, իրական ժողովրդի իշխանությունը ուժեղ Հայաստանն է։ Եվ մենք այո, իրական ասում ենք պետության ֆունկցիան Նարեկ Կարապետյան այսօր փաստացի կարելի է մտածել որ Սամվել Կարապետյանը վարչապետ է, Նարեկ Կարապետյանը փոխվարչապետ է փաստացի։ Գնում ենք ասենք գյուղատնտեսության համայնքային խնդիրները հիմա նայեք դրա ինչ է, բայց մենք որպես падգամավոր նայեք բյուջե վերահսկելու հնարավորություն ենք, չէ՞։ Հələ թող մատ բերենք 27 թվականի բյուջեն, թող մատ բերենք 26-ի բյուջետի այն հաշվը։ Մենք ինչա կանգնել ենք նայենք տենանք դրանք մեր պետության փողերը ոնց են ծախսել, ամեն կոպեկի համար դրանք պիտի մեզ պատասխան տան։ Մեր պետական բյուջեի մյուսը 27 թվականի ծրագրերը այնպես պիտի լինի, ոնց որ մենք ենք առաջարկելու։ Ըստ մենք էլ ինչի վրա ենք առաջարկել։ Խո մենք իրանց նման անձնական շահերով չենք առաջնորդվելու։ Սա տների ավտոների տերեր են դառել այս 5 տարվա ընթացքում։ Մենք այսպես գնալու ենք հատիկ բոլոր մարզերում, բոլոր համայնքներում այդ համայնքի խնդիրները բերենք, ասենք այս խնդիրները պիտի մեր բյուջեով լուծումներ ստանան։ Հենց այդ ենք մենք պատկերացնում որպես կարծրատիպ փոխելու մոտեցում։ Այս ազգային ժողովը երկար կյանք կունենա, պարոն Ղազարյան։ Ես հուսով եմ, որ կունենա, իմ հույսն է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը պիտի երկար կյանք չունենա, այսինքն ազգային ժողովը պիտի վարչապետին հեռացնի եւ ընտրի նոր վարչապետ ու շարունակի գործել ընդհանրապես արտահերթ ընտրությունները դրանք երկրի կյանքում պետք չի դիտարկել որպես դրական երևույթ, որովհետև դա հասարակական հարաբերություններում միշտ լարվածություն է ստեղծում եւ այն սահմանադրական օրինաչափությունը, որ ընտրությունը պետք է լինի 5 տարի մեկ, պետք է փորձել դա պահել, այսինքն մեր խնդիրը պետք է լինի ոչ թե ազգային ժողովի լուծարումը, այլ կառավարության փոփոխությունը։ Ես եթե այս ազգային ժողովը իր մեջ ուժ գտնի եւ այս վարչապետին հեռացնի, դրա փոխարեն ընտրի նոր կառավարություն, նոր վարչապետ, կարա նաև պաշտոնավարի իր ողջ գումարման ժամկետով։ Եվ վերջում, հա, պարոն Ղազարյան, օրինակ 60,000 ձայնի վրա այս իշխանությունը կոնկրետ թքեց։ Եթե օրինակ ստացվեր այնպես, ինքը նաև ասում էր, չէ, եռագլուխներին պետքա բոլորին սպանել, վերացնել։ Ստացվեց, որ միակ եռագլուխը փաստորեն Ծառուկյանն էր, մինչ օրս ունես զրկումա, այտենց օրեկան ինչ որ մի հատ գործ է։ Ծառուկյանը եռագլուխ չի, եռագլուխը ինքն է, Ալիևը եւ Էրդողանը։
Լավ, այդ վերաբերում էր Սամվել Կարապետյանին, Ծառուկյանին եւ Քոչարյանին կարծում եմ, չէ՞, երագլուխները։ Այս տպարակայում օրինակ Քոչարյանը ինչու է այսպես, համ ազատ շրջում է, համ իր ունեցվածքը կա, Հայաստան դաշինքն էլ մանդատներ ստացավ։ Ես կարծում եմ, որ Քոչարյանը Աղվան Վարդանյանը 7 սրոք նոմա նստի էլի։ Քոչարյանը ազատ շրջում է, որովհետև իմ կարծիքով նա պետք է ազատ շրջի, որովհետև նա ոչ մի հանցանք չի գործել, կարծում եմ, որ պետք է ազատ շրջի նաև Ծառուկյանը, որովհետև այն ինչի մեջ որ նրան մեղադրում են, նա էլ այդ մեղքը չի գործել եւ նրա նկատմամբ ինչ որ կատարում է, դա հանիրավի է եւ միակ մարդը, որ պետք է այսօր բանտում ունի, դա Նիկոլ Փաշինյանն է։ Միայն նա է արժանի այսօր մեր ժողովրդի, մեր պետության դեմ գործած իր մեղքերի, իր հանցանքների համար։ Այսինքն օրենքներն ու բանը հրաման տվող ինքն է, ինքը տենց ումուզի, ոնց ուզի։ Դե դա անփիլատրելի է, այսինքն նա պետք է լինի բանտում, այլ ոչ թե այն մարդիկ, ովքեր որ ժամանակի ընթացքում նորմալ ծառայություններ են մատուցել իրենց պետության։ Նարեկ Կարապետյանի գործը ինչ եղավ, ինչու գրավով որոշեցին։ Դե Նարեկ Կարապետյանը արել, որ գրավով։ Ախ Նարեկը ինչ կարանի, այո, Նարեկի պես ազնիվ բարեխիղճ մարդ դժվար է պատկերացնել։ Օրինակ թողեցին, օրինակ գար հասներ մանդատ վերցնելու պահին նոր որոշեին։ Հաջորդ, այդ եթե մարդը հանցանք է գործել, ինչ գործ ուներ։ Իսկ թվում է բաններ, այդ կոմբայններ։ Հա։ Մենք գնացինք Ստեփանավան, եկանք մի անգամից ասենք, իրանք նաև տենում են, չէ՞, ժողովուրդն էլ է, չէ՞, տենում, թե խնդիրների լուծումը ինչ որակ եւ արագություն կա։ Ինքը միլիարդավոր դրամներ ծախսում են դպրոց, մեծ դպրոց չեն կարող վերանալ, ինքն է հետում ասում բասկետբոլի վահանակը, չգիտեմ, դուշը փոքրում տալիս այն նախարարի զուգարանի բաճոկի ջուրա քաշում բան ասում չեն կարող սարքենք, չէ՞։ Ինքը միլիարդների մեջ չի կարող անի։ Նարեկ Կարապետյանը, որ ոչ մի իշխանական լիազորություն չունի, 5 շաբթի օր հետո Ստեփանավան, 2 շաբթի օր կոմբայն առնումա ուղարկում է այդ համայնք։ Ինք տենում է, չէ՞, թե ինչ արագությամբ է։ Արդեն հանրային տրանսպորտը այդ համայնքում այդտեղ խոստացել ենք, որ պիտի անվճար տրանսպորտ աշխատի մի շարք բնակավայրերի եւ Ստեփանավան համայնքային կենտրոնի միջեւ, արդեն դա աշխատում է։ 5-րդ երեխայի ունեցող ընտանիքի, որ պիտի տուն հատկացնեն, արդեն ընտանիք կա, որ ունի իր 6-րդ երեխան եւ դիմել են այդ դրա առաջիկայում նրանց բնակիչին, իրանք նաեւ տեսնում են, չէ, որ մարդիկ կան, թիմ կա, որը նաեւ ժողովուրդը իրական հոգսով ապրում է եւ խնդիրներին կարողանում արագ լուծում տա։ Ինքը ինչ հիմա ինչ անում, չէ, գիրքա կարդում, ցիտիկինա լուսամուտի տակից ազատում, դա իր գործն է։ Նարեկ Կարապետյանն էլ այդ նույն ընթացքում մեր պետության խնդիրներն է լուծում։ Դա մար ասում է, բան արեք, դե հայ ժողովրդին օգուտ տվող մարդուն ինքը ինչ անում, բանտարկում է, չէ։ Թուրքի շահը, չէ։ Դրանից էր ինձ թվում է դրա հիստերիան, վերեցին, բայց կենտրոնական դրական հանձնաժողովը քրեական վարույթի բան թույլատրություն տվել է, բայց խափանման միջոցի թույլատրություն չի տվել։ Ես չգիտեմ, գլխավոր դատախազը կգա ազգային ժողովի, հուսով եմ, որ չի գա, որովհետեւ 1 միլիարդ դրամի բանը գրավել, ասեք ես ուզում եմ այդ մարդը, որ այդ 1 միլիարդ դրամի գրավա սահման է, որ իրան 1000 դրամանոցներով 1 միլիարդ դրամ տան, ինքը կարա նստի հաշվի, էլի, որ տենա ճիշտ են տվել, միլիարդ դրամ է, ինչի մասին ես խոսում կամ ինչ արել, Նարեկ Կարապետյանը ոնց կարա հանցան գործի, նույնիսկ տեսականորեն է դժվար դա պատկերացնել։ Բարձրակա Նարեկ Կարապետյան մանդատ ունի։ Եվ որ մեր ամբողջ խմբակցության մեկ նաև անազատության մեջ էր Դավիթ Ղազարյանը, որ դա տանի որոշում ազատ արձակվեց, կար նաև տնային կալանքի մեջ գտնվող падգամավոր, հիմա մեր ամբողջ 29 հոգանոց խմբակցությունը ազատության մեջ է եւ հնարավորություն ունի օգոստոսի 2-ին մասնակցել լիստին։ Ազգային ժողովը փոխնախագահ անդիմությունից Դոնթի բանաձևով կա նման քվոտա, մեկ փոխնախագահի պաշտոն եւ մշտական հանձնաժողովները կախված հանձնաժողովների թվից, դեռ այդ հանձնաժողովների թիվը ազգային ժողովի ամեն դեպքում ծեր։ Այդ հարցը մեր մոտ թողնված է վերջի օրվա լուծում, այսինքն դրա վերաբերյալ մենք դեռևս քաղաքական որոշում չունենք։ Իսկ եթե առաջադրեք ու իրենք էլի չընտրեն, հնարավոր է դա, որ չընտրեն։ Օրինակ իշխան հիշում եք, չէ՞, Ղազինյանի պատմությունը։ Բացի Ղազինյանը փոխնախագահ էր հանձնաժողովից, հիշում եմ իշխան Սաղաթելյանը 2 անգամ չընտրեցին, երրորդ անգամ էլ ստիպված ընտրեցին, որովհետև եթե չէին ընտրում այն ժամանակ, օրը չէին կարող անցնել օրակարգի հաջորդ հարցին։ Հիմա այս ընթացքում հուլիս ամսին ազգային ժողովի կանոնակարգում իրանք փոփոխություն են արել, որը հնարավորություն է տալի պաշտոնում չընտրվելու դեպքում անցնել օրակարգի հաջորդ հարցին։ Ես մտածում եմ, որ հնարավոր է, որ իրանք դա արել են անդիմության կողմից, եթե առաջադրում լինի, նաև չընտրելու համար եւ անցնելու օրակարգի
հաջորդ հարցը։ Սրանցից ամեն վատ բան, այսինքն Այո, ինչքան վատ բան կա, այդ բոլոր վատ բաները իրանցից կարելի է սпасել։ Լավ բան չի կարելի սпасել, այսինքն օրինակ տեսեք մեր զրույցը ինչի սկսեցինք, չէ՞, որ պիտի վեհապար հայրապետը մասնակցի ազգային ժողովի, դա կանոնակարգով է, դա օրենքով է, դա ավանդույթով է, չէ՞։ Բայց քանի որ դա լավ բան է, մենք չենք սպասում, որ իրան կարողանա բան։ Բայց հիմա մտածում ենք, ասում ենք, սրանք ինչ վատ բան կարան անեն։ Կարան կաթողիկոսին չկանչեն, կաթողիկոսի փոխարեն տիրադավ կանչեն, տիրադավը չգա, այն սյոպային կանչեն, այն հովանավանքից, չգիտեմ, ուրիշ բան անեն, քարով խփեն, չէ՞, դուք եթե ասում կռիվ անեն, մարդ, այսինքն սրանց հետ կապված բոլոր վատ բաները մենք մտածում ենք, բայց ոչ մի անգամ չենք մտածում, որ սրանք կարող է օրինավոր կարգով, ավանդույթով Դրա համար մարդիկ անհանգստանում են ձեր մասին, ասում են առաջին նիստը եթե չէ, երկրորդ նիստին Էդգար Ղազարյանին կծեցեն։ Ղալատ կանեն։ Մեզ ամեն դեպքում հետաքրքիր ազգային ժողով է սպասվում։